Նիկոլ Փաշինյանի տիկնոջ այսօրվա Էրդողանի գովքը հիշեցնում է մի պատմություն։ Նապաստակը անտառում նստած, ինչ-որ բան է գրում, մոտենում է աղվեսը և հարցնում ինչ ես անում նապաստակ։ Ասում է դիպլոմային աշխատանք եմ գրում։ Աղվեսն հարցնում է ինչի մասին։ Ասում է թե ինչպես է նապաստակն ուտում աղվեսին։ Աղվեսը ասում է չեմ հավատում։ Նապաստակն ասում է տանեմ ցույց տամ։ Եվ աղվեսին տանում է ինչ-որ տեղ ու ինքը մենակ հետ է գալիս։ Նորից շարունակում է գրել, մոտենում է գայլը։ Ասում է նապաստակ ինչ ես անում։ Ասում է դիպլոմային եմ գրում։ Գայլն ասում է ինչի մասին։ Ասում է թե ինչպես է նապաստակն ուտում գայլին։ Գայլն ասում է ոնց, տենց բան հնարավոր չի։ Ասում է տանեմ ցույց տամ։ Նապաստակը գայլին էլ տանում և մենակ հետ է գալիս։ Մոտենում է արջը։ Ասում է նապաստակ ինչ ես անում։ Ասում է դիպլոմային եմ գրում։ Ասում է ինչի մասին։ Ինչպես է նապաստակն ուտում արջին։ Լավ էլի նապաստակ։ Ասում է տանեմ ցույց տամ։ Երբ արջին տանում է ցույց տալու, արջը տեսնում է առյուծին, որի դիմաց լցված էր գայլի, աղվեսի և շուտով նաև նրա ոսկորները կլինեին։ Ինչ է այս պատմությունն ասում է շատ կարևոր չի, թե ով է դիպլոմայինը գրողը, կարևոր է, թե ով է դիպլոմայինի ղեկավարը։ Այստեղ կարևոր չէ նապաստակ Նիկոլը, նրա կինը, կարևոր է դիպլոմայինի ղեկավարը, իսկ դիպլոմայինի ղեկավարի գիրքը այսօր գովերգում էր վարչապետի տիկինը։ Եվ պատահաբար չէ, որ հենց Սրբազանի ձերբակալման հաջորդ օրը վարչապետի տիկինը վերադարձավ Չինաստանից, որպեսզի դիպլոմայինի ղեկավարին իր գովքի տեսքով հայտներ հերթական հրամանի կատարումը։